Մենք ընկնում ենք խնդիրների մեջ, մեզ կարողանում են խաբել հեշտությամբ ու սադրել, ներքաշել վեճերի ու խոսակցությունների մեջ, որովհետև մանկուց մեզ դպրոցում սովորեցրել են ամենատարբեր առարկաներ։ Մեզ սովորեցրել են նաև հարգել մեծերին, օգնել նեղննկածին ու լինել հավատարիմ ընկեր։ Այս ամենը շատ լավ է լավ մարդ դառնալու համար, բայց մեզ չեն սովորեցրել մեթոդներ, որ լավ մարդուց չվերածվենք հարմար մարդու։ Մեծին հարգել պետք է, բայց չեն սովորեցրել, որ ամեն մի մեծի ասածը հալած յուղի տեղ ընդունել պետք չէ, որովհետև կան նաև տականք մեծեր, որոնք օգտվելով մեր համեստությունից ու հարգանքից խաբում, բռնության են ենթարկում մեզ, նվաստացնում ու վիրավորում են։ Իսկ մենք այդպես էլ դժվարանում ենք նայել մեծի աչքերի մեջ ու մերժել նրան, առանց վիրավորելու, պարզապես մերժել ու փակել դուռը մեզ խաբել ու չարաշահել ցանկացողի առաջ։ Մեծը կարող է լինել տնօրեն, դասատու, դասախոս կամ բարեկամ։ Մեզ մանկուց չեն սովորեցրել, որ մեր զգացմունքները կարող են օգտագործվել դիմացինի կողմից մեզ չարաշահելու համար։ Ու մենք շարունակել ենք օգնել նեղննկածին, չնկատելով, որ վաղուց հատել ենք օգնելու եւ օգտագործված լինելու սահմանը։ Մենք շարունակում ենք ընկերություն անել նրանց հետ, ովքեր տարիներ շարունակ մեզ կոտրել են իրենց չակերտավոր հոգատար խոսքերով ու մեզ հետ են պահել առաջ գնալուց, զարգանալուց, բամբասել են մեր ետևից ու օգտագործել են մեզ կայանալու համար։ Իսկ հիմա, երբ սովորում ենք նմաններին ճանաչելու ու տեղը դնելու մեթոդներ, միևնույն է, դժվարանում ենք կիրառել այդ մեթոդները, քանզի մանկուց մեր բնավորության մեջ կարծրացել է մարդկանց անվերապահորեն վստահելու ու զոհի դերում հայտնվելու գիծը։ Մենք արդեն համակերպվել ենք զոհի կարգավիճակով ապրելու։ Ասում ես, այսինչ կերպ խոսիր մարդու հետ, որ քեզ չչարաշահեն, ասում եմ, դե տենց ոնց ասեմ իրեն, դե ես կդժվարանամ։ Հարկավոր է կրթել երեխային մանուկ հասակից, որպեսզի նա ոչ թե սովորի, այլ իր բնավորության մեջ ամրացնի, բնավորության մասնիկը դարձնի մարդկանց ճանաչելու հմտությունը։ Իմանա երբ, որ բառից հետո են իրեն պատրաստվում խաբել, չարաշահել ու մանիպուլացնել, հակարդը գցել ու պահանջել գումարներ կամ այլ գույք, նյարդային եւ ժամային ներդրումներ անել սխալ մարդկանց վրա։ Իմանա երբ են սադրում իրեն կատարելու քայլեր, որոնք մեր երեխայի համար կարող են լինել ճակատագրական։ Այս մեթոդները ճանաչելու համար մեկնարկում ենք 10 ամսյա օնլայն դասընթաց հատուկ մշակված ձեր երեխաների համար։ Երեխաները կսովորեն մեծերի ու հասակակիցների հետ շփման կանոններ, որոնցից հետո դժվար կլինի նրանց չարաշահելն ու բուլինգի ենթարկելը։ Կսովորեն ինչպես ճանաչել զրուցակցի սուտն ու իր խոսքերում թաքնված մանիպուլյացիան, ինչպես արձագանքել իրեն բուլինգի ենթարկողին, ինչպես ճանաչել մանիպուլյատորին, բռնարարին եւ չհայտնվել նրանց թակարդում եւ ավելին։ Մասնակցության մանրամասներին ծանոթանալու համար դրեք պլյուս կամ գրեք նշված համարին։